Շատ լավ, որպես ընտրող գրանցվելու համար վճարելու եք 5000 դրամ, այդ գումարը հետո ուղղելու ենք ընտրագրավի ծախսերը հոգալուն, այդ 7.5 միլիոնը, որ պետք է մուծենք ընտրագրավ մինչև ապրիլի 23-ը, դրան է գնալու այդ գումարը։ Մենք սա անում ենք, մենք սա համարում ենք մեկ քայլ առաջ դեպի բոլորին դեմականություն։ Սի մագնիսը այլ թուղթ չի։ Սում ես ավտոյին մնում կայֆը։ Լստալի սիրուն ավտո է։ Ապա սիրուններին պետք է կպչեն, հանգանոցների։ Որտեղ ուզում ես ժեշտի։ Ավտո ժեշտի չում է, ապա։ Ունես ավտո։ Յուն տենց ավտո նեղ մասած է։ Դες ավտո չի կարել։ Այս հարցն է։ Hello. Almost cheap. Ուրեմն աթորացած հիշա 21 թվականի ընտրություններին բուկլետի մեջ գրած են ինք պատճառ ինչու ընտրել մեզ։ Բա առաջին Եթե գրած էր աթորակռիվը մեզ համար չէ ու բան ոնց որ հետո հիմնավորած էր ինչ այդ բուկլետների հաշվարկի գունը հաջողնակ տեղամաս բան դիտարկելու կողքիկ դա առաջանում աթորը շպրտում է մեկի գլխին Եկել նոֆիս առանց մես այլ ապես սա կանությունը սուտա Իա սա կոստումներով բանում Բաց մսախտ է բուկլետը գրած աթորակռիվը մեր մասն է գնացել ես այդ ինքնա աթորով բզել ես մեկի գլխին Հալո, բարև ձեզ Դավիթի հետ եմ խոսում Դավիթ ջան, Աննան է բոլորին դեմեմից Ձեզ հիմա հարմար է զրուցել, կարճ Շատ լավ, շնորհակալ եմ Դավիթ ջան, մենք հիմա նախաձեռնել ենք բոլորին դեմեմի ցուցակների կազմելու գործընթացը այդ падգամավորների տեխնացուների ու ուզում ենք այդ process-ը մաքսիմալ թափանցիկ անենք Դրա համար մենք մեր աջակիցներին ենք դիմում, որ գրանցվեն որպես ընտրող կամ որպես падգամավորի տեխնացու ցանկության Որպես ընտրող գրանցվելու համար վճարելու եք 5000 դրամ, որպես տեխնացու գրանցվելու համար 50000 դրամ ու այդ գումարները ուղղվելու է այդ նախընտրական գրավի ծախսերի համար, այդ 7.5 միլիոնը, որ պետք է վճարենք Ցուցակները պետք է վերջնականացնենք ու ներկայացնենք մինչև ապրիլի 23-ը, ըստ որի 80 տեխնացու պետք է ունենանք Դուք այս process-ին ցանկանում եք ներգրավացնել Շատ լավ, որպես ընտրող գրանցվելու համար ես ձեզ հղումը կուղարկեմ, բացի գրանցվելուց նաև անհրաժեշտ կլինի ապրիլի 11-ից 17 ժամանակահատվածում մոտենալ Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեով առավոտից մինչև ժամը 10-ը բաց է լինելու, որ կարողանանք այդ ընթացքում մոտենալ քվեարկեք ձեզ հարմար օր, ձեզ հարմար ժամին Մահեր ջան, ուրեմն սենց մի հատ հարց ունենք, հիմա падգամավորների ցուցակներն ենք ուզում կազմել
ու դա ուզում ենք տենց հանրային անենք։ Դուք այդ process-ին կարող եք մասնակցել որպես ընտրող կամ որպես թեկնածու ըստ ձեր ցանկության։ Շատ լավ, որպես ընտրող գրանցվելու համար վճարելու եք 5000 դրամ, այդ գումարը հետո ուղղելու ենք ընտրագրավի ծախսերը հոգալուն, այդ 7.5 միլիոնը, որ պետք է մուծենք ընտրագրավ մինչև ապրիլի 23-ը, դրան է գնալու այդ գումարը։ Ապրիլի 11-ից մինչև ապրիլի 17-ը ընկած ժամանակահատվածում Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեով գրասենյակը բաց է լինելու մինչև երեկոյան ժամը 10-ը։ Հա, նույն գրասենյակը, որտեղ որ մենք մշտապես հավաքված ենք լինում։ Հա։ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի համար ոնց որ կենաց մահու կռիվ լինի այս սպասվող ընտրությունները, որ ոնց եք դուք վաբչե համարձակվում ստեղ այլ անուն ազգանուն հոլովել, քան Նիկոլ Փաշինյանն է։ Հեսա ձեր սավետ խտերը կճահենք ու բան, ու վաբչե ձեզ պետք է Սիբիր ակսորել։ Ու ըստ այդմ հարց։ Okay, որ իրանք այդ կարգի բան, ասես փշերի վրա գոյաբանական սպառնալիք զգալով ու բայևոյ նաստրոյով են։ Իսկ ընդդիմադիր սեգմենտը, որը իրոք կարծում եմ, որ գոյաբանական հարցի համար այդ կրիվ տալու, այդ թվում ենք, մեր էլեկտորատը ինչ-որ sense հանդուրժող բան։ Իսկ ումա օքեյ է, որովհետև այդտեղ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց շնորհությունից հեռու չես կարող գնաս, դա մտածողության եւ վերլուծելու կարողություններից է գալիս, որովհետեւ ընդդիմադիրներին սատարողները ինչ որ լուծումներ են խնդրում եւ մտածում են, վերլուծում են, փորձում են հասկանալ տարբեր տեսակ։ Բնականաբար մի կողմիներ են լսում, մյուս կողմիներ են լսում, այսինքն Նիկոլ Փաշինյանի ճառերներ են լսում, ընդդիմադիրներն են լսում, հասկանում են, որ խնդիր կա, խնդիրը լուծելու համար ինչ որ բան փոփոխության պետք է։ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները ուղղակի կյանքից կտրված են։ Ինձ թվում է իրանք մի տեսակ այդ մանիպուլյացիայի տակ մնացած մարդիկ են ու իսկապես չեն կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել, որովհետև այստեղ իսկապես կռվի բան է, էլի կյանքի գոյաբանական խնդիր է այստեղ։ Որոշ կուսակցություններ, խմբեր ու քաղաքական գործիչներ, որոնք կյանքում չեն խոսացել համակարգային փոփոխությունների մասին, որտեղ իրանք սա շատ ձեռ է տալի թակավոր լինել այս երկրում, դաշը իրանք են ստիպված դրա մասին խոսալ։ Հենց որ մենք կարողացել ենք անկին մեծ աշխատանք անել, մի քիչ էլ որ արագացնենք տեմպերը ու մի քիչ ավելի տեմ շատ տեղերով փոխենք, գնանք տեղում խոսել, ինձ թվում է մենք մեծ պոտենցիալ ունենք։ Շատ հետաքրքիր ժամանակներում, շատ դժվար ու հետաքրքիր ժամանակներում ենք աշխատում ու մենք ապրում աշխատում ու ես վստահ եմ, որ մենք դա կարողանալու ենք անել։ Գուցե մի քիչ այս ընտրությունների կապված, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ ինչ որ տենց զազորով լինի, բայց հասարակությունը նաև հասունացել ենք հասկանում, որ մենք լուծումներ պիտի փորձենք գտնել։ Լավ, ասում եմ, դու ինչու ես զբաղվելու։ Իսկ ես մտածում եմ, որ մենք սաղս իրար հետ նույն գործն ենք անելու։ Ես դրանում պրակտիկի համոզված եմ։ Կան հարցեր, որոնք մենք քննարկենք, ինչ որ առաջնահերթության երկրորդության, բայց ինձ թվում է, որ առողջ, ողջամիտ մտածող մարդիկ ինչ որ этаպում հաստատ իրար հետ են լինում։ Ես կարծում եմ արժեքներ, քաղաքական գաղափարներ, լավ տպավորություն, բայց այս ռեալ գործի մեջ իրար հետ եղելը, ասեմ որ նայես ոնց է մարդը գործը կիսում, որ սիտուացիան ոնց է իրան պահում եւ այլն, այս մի հատ անց ներդաշնակցում է, որ այս փուլի ավարտից հետո երբ որ արդեն չլինի բոլորին դեմ մենք ոնց որ դատապարտված ենք ելնելու գոնե առաջինը իրար դուր թակել նեղության կամ լավ իդեայի պահի ու ոնց որ այս этаպը անցնելով իրար հետ մենք շանս ենք ստանում ներդաշնակեցված ու նույն կողմ նայող մարդկանց մի հատ ճամբար ձևավորելու, որը ֆորմալ քաղաքական կամ ոչ ֆորմալ բարիկադի վրա
իրար հետ գործելու լավ հարթություն ունի։ Սուրենին երբ տենանք։ Երբ ասեմ գգաս, Ուրել ասես։ ուր որ գնամ։ Ախպեր, Ինչ եմ ժող։ Այդքան ժամանակ։ իստիրիչկա արիր էլի։ Չէ՞։